Ինչ քաղցր է նստել այստեղ, ժպտա քո խոսքից սեթևետ, իսկ ներսում Երեկ Գանձագյուղի մշակույթի տանն անցկացվեց ասմունքի փառատոն, նվիրված մեծանուն գրող Գանձայի զավակ Վահան Տերյանի 140-ամյակին։ Օդը լիքն էր Տերյանով։ Իր հարազատ գյուղում մեկ անգամ եւս հնչեց նրա մարգարտյա պոեզիան, հնչեց երեխաների շուրթերից։ Դահլիճը բուրում էր տերյանական թախիծով ու Գանձայի մաքրամաքուր բնության կուսական մաքրությամբ։ Ինչպես տեսակ, այսօր տեղի ունեցավ ասմունքի մրցույթ փառատոնը, որը ինձ թվում է կարելի է համարել իսկականից նորմալ, որովհետև մասնակիցները մեծ հաճույքով մասնակցեցին, եկել էին տարբեր դպրոցներից, եկել էին տարբեր գյուղերից, ոչ միայն Գանձայի դպրոցներն էին մասնակցում, այլ մասնակցում էր Փարվանայի հանրային դպրոցի աշակերտները, Սաղամոյի դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին եւ մասնակիցների թիվը տեսակ ինչքան շատ էր։ Ամեն տարի տեղի է ունենում փառատոն ասմունքի, որը Նինոց Մինդայի մշակույթի տանն է տեղի ունենում։ Այս տարի Գայ Ղարսլյանը եւ ես մեր մտադրություններ սա որոշեցինք, որ այս տարի, քանի որ Տերյանը մեր համագյուղացին է, ամենուր տերանական շունչն է, այս տարի 140-ամյակն է, ամբողջ տարին տերանական շնչով է լցված, որոշեցինք այս տարի տեղի ունենա Գանձագյուղում մեր մոտ եւ ամեն ինչ պատրաստեցինք, որպեսզի հավուր պատշաճի ներկայացնենք Տերյանի գրվածքները։ Սա մի ժառանգություն է, որը սերնդեսերունդ պետք է փոխանցվի եւ իրոք սերունդները կերտում են, նրանք դեռևս նոր դպրոցական հասակից արդեն Տերյանը արդեն յուրացրել են իրանց մեջ Տերյանը կա։ Ձեզ էլ շնորհակալություն, որ ամբողջ օրը մեր հետ էիք, լուսաբանեցիք, ամեն ինչ նորմալ ավարտեցինք։ Գինով եմ ես էլ, թեթև եմ, անհոգ, լեզվանի, օրորիր մեզ պանդոկ կապսել, օրորիր մեզ գինի, պոետ մի անտեր ու անտուն, գիտեմ ես, կորած եմ, կորած, բայց դեր երկն իմ երկվում է տենդում, ով երազ է, երազ ու երազ։ Միջոցառմանը մասնակցում էին Գանձայի թիվ 1 եւ թիվ 2 Սաղամոյի ու Փարվանա գյուղերի հանրային դպրոցների աշակերտները։ Նրանք սիրով ժյուրիի դատին ներկայացրին պոետի ստեղծագործությունները։ Թախիծ անհուն, տխրան քեզ, աշուն, քեզ ինչ քնքշության, ինչ խոսքերով երգեն քեզ։ Ինչպես գիտենք, այս տարի հոբելյանական է մեր մեծ պոետի 140-ամյակն է լրանում եւ այսօր շարունակվում էր այն միջոցառումների շարքը, որոնք նվիրված են Տերյանի 140-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 45 աշակերտներ շրջանի տարբեր գյուղերից եւ ուրախությամբ պետք է ասեմ, որ ասմունքողները մեծ մասը իրոք զգում էին Տերյանին եւ շատ ուրախալի է, որ ունեն իրենց մեջ Տերյան եւ որ ասում էին Տերյանի հրաշքը կրկնվում է յուրաքանչյուր սերնդի հետ, դա այսօր մենք տեսանք, որ այդ հրաշքը իրենց մեջ ունեին եւ Տերյանը յուրաքանչյուրը ներկայացրեցին յուրովի։ Աշակերտները բավականին լավ էին պատրաստված, կային որ անպատրաստ էին նաեւ, բայց մեծամասնությունը աշխատել էին։ Շնորհակալություն նաեւ դպրոցների ուսուցիչներին, տնօրինությանը, երեխաներին հնարավորություն տալու մասնակցելու, օգնելու նրանց, աջակցելու եւ ես սիրով ուզում եմ շնորհավորել բոլորին եւ ուզում եմ ընդգծել, որ մեր մրցանակային տեղերից 3-ը Գանձայի Շոթ Հարուստավելու անվան դպրոցից էին եւ մեկը Փարվանայի միջնակարգ դպրոցից։ Սիրով շնորհավորում եմ բոլորին եւ ցանկանում եմ, որ շարունակեն եւ տարբեր տեղերում արդեն մեր շրջանից դուրս ներկայացնեն Տերյանին պատվով։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Ասում են կարոտը լսել չգիտի։
բայց իմ կարոտը արարել գիտի։ Ասում են կարոտը զգալ չգիտի, բայց իմ կարոտը համբերել գիտի։ Ասում են կարոտը տեսնել չգիտի, բայց իմ կարոտը երազել գիտի։ Նա ապրել գիտի ու նվիրվել գիտի, խավարի միջից խեն բոցավարվել ու մարել գիտի։ Ասում են կարոտը ատել չգիտի, բայց իմ կարոտը հանդուրժել գիտի։ Նա սիրել գիտի ու ներել գիտի, ամեն մի բառ ու ամեն տառը նա համառորեն վերլուծել գիտի։ Ասեք, կարոտը ոչինչ էլ չգիտի, բայց ես էլ կասեմ, որ իմ կարոտը տանջվել գիտի։ Տերյանը ցանկացած գանձացու համար մեծ նշանակություն ունի, քանի որ այն ոգեշնչում է ցանկացածին եւ այստեղ բոլոր գտնվողները ոգեշնչված են Տերյանը, որովհետեւ նպատակը հիմնական բանաստեղծական Տերյանն է։ Ճիշտ է, մենք բոլորը պատրաստել ենք եւս այլ բանաստեղծություններ, բայց հիմնական նպատակը Տերյանին լավ ներկայացնելն է։ Տրամադրված է մրցութային եւ թող մրցակցությունը լինի առողջ։ Իմ դուրը բաց է, եկեք բոլոր անողիներդ, բաց է հոգիս, ով թափառում եղեմոլոր, ում սիրտը չունի քուն ու հանգիստ։ Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան։ Գուցե ես տամ բախտիդ համար, իմ անկին, սակայն վերադարձիր դու կրկին։ Ես Նատալիա Սիրականյանն եմ, սովորում եմ Գանձագյուղի Վահան Տերյանի անվան դպրոցում, 9-րդ դասարանում։ Այսօրվա միջոցառումը վերաբերվում էր Վահան Տերյանի 140-ամյակին։ Մեծ սիրով եմ մասնակցել, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա կազմակերպիչներին, հատկապես այն մարդկանց, ովքեր ոգևորեցին ինձ մասնակցել, հաղթեց ամենալավը, արժանագույնը եւ իրոք ես ուրախ եմ նրանց համար, ովքեր այսօր ինչ-որ տեղեր գրավեցին։ Ցավում եմ նրա համար, որ դահլիճը այդքան էլ լեփլեցուն չէր, հատկապես այն պատճառով, որ Գանձայում էր անցկացվում միջոցառումը, գանձացիներ քիչ էին։ Ուզում եմ այսպիսի միջոցառումներ շուտ-շուտ կազմակերպվեն եւ մեծ սիրով կրկին կմասնակցեմ, շնորհակալություն բոլորին։ Ինձ հայտնվում պայծառ մի խորհուրդ ու նորից շշնջում, ես կգամ, երբ մեռնեն ճիչերը շփոթ, քաղաքի անգոտ մարդկոցում, լուսերեսը նստում է ինձ հետս երազում ու լացում։ Ես Լուսինե Եղոյանն եմ, Գանձայի թիվ 2-րդ հանրային դպրոցի աշակերտուհի։ Այսօր Տերյանի 140-րդ-ամյակի կապակցությամբ նշվեց միջոցառում, մրցութային միջոցառում էր, որին բոլորս մասնակցեցինք մեծ ուրախությամբ եւ շատ լավ էր։ Թող այսպիսի մրցութային նախագծերը միշտ լինեն եւ կրկնվեն։ Շատ ուրախությամբ եւ սիրով մասնակցեցինք այս միջոցառմանը։ Շնորհակալություն։ Մանկուց ընտրեցի ճամփորդական ցուպ, թողի հայրենի տնակը սավեր, ահա ես հիմա մի մոլոր ասուպ, կույր եմ ես հիմա, մռայլ ու անսեր, պայծառ աղձերը ինձ զուր մաշեցին, չողջունեց ինձ, ոչ մի արշալույս, ինձ լուր մոռացան, ինձ չհիշեցին, իմ սրտում մեռան սեր, ցնորք ու հույս։ Սակայն չեմ կարող ես նրան ատել, սիրում եմ նրան, իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, գուրգուրում է ինձ մի լույս հանգրվան, մեկ իմ սիրտը փշելով անցավ, օ քաղցր արբանք, օրհնված եք դուք, սեր, ցնորք ու ցավ, օրհնված եք դուք, երկիր, երկ ու կյանք։ Ես Վարդուհի Աղայանն եմ, այստեղ մասնակից եմ, ներկայացնում եմ Փարվանա գյուղը։ Ճիշտն ասած, տպավորությունները սկզբում շատ լավ էր, բայց երբ բարձրացա բեմին, մի տեսակ լարվում էի, ձեռքերս սկսեցին դողալ, բայց երբ արտասանեցի, այդ ժամանակ ինչ-որ թուլացա ու լարվածություն ընդհանրապես չէի զգում, հակառակը վայելում էի այդ լռությունը, որոնք ինձ լսում էին։ Ճիշտ է, դպրոցում շատ միջոցառումների ժամանակ արտասանել եմ, քանի որ հոբիներիցս մեկն է, բայց այսպես որ մրցույթ լիներ, չէի մասնակցել, առաջին անգամն էր։ Ստվեր փնտրել ամեն տեղ, ուրխենթ հոգին կարող է թրիչքով չափել, անանց կարոտում անվերջ տարապել և լինել քեզնից բաժանված հավետ, ու գերեզմանում սև հողերի տակ զգալ, որ անցար ու քեզ չկանչել և ոչ մի հուշով սիրտդ չտանջել ու չխռովել վերկրանքդ հստակ։ Փառատոնի հաղթողներ ճանաչվեցին ամենալավագույնները, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով։
Բոլոր մասնակիցները եւս ստացան պատվոգրեր փառատոնին մասնակցելու համար։ Պարգևատրման արարողությունն իրականացրեցին Մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյան եւ Մշակույթի տան տնօրեն Գայ Ղարսլյանը։ Պարգևատրվում է Գեղեցիկ Լուլոկյան։ Իդեպի ասում կշատմաների անունի հետ։ Շնորհակալություն Գեղեցիկ։ Դիպլոմ տրվում է Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված ասմունքի ստուգատեսին հաղթելու համար, երրորդ տեղ գրավելու համար, Շուշանիկ Մկրտչյանին։ Բեցն Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված ասմունքի ստուգատեսին հաղթելու համար, երկրորդ տեղ գրավելու համար, պարգևատրվում է Նուրիա Գալոյան։ Նորյան նստայ ավարտել է միջնակարգի կարծեմ թիվ երկրորդ և ցանկանում ենք մեծ հաջողություն և հաջողակ ընդունեցյան հաջողություն հասնելու համար։ Հաջողություն քեզ Նորեր։ Եվ վերջապես կարծում եմ, որ պետք չէ, որ անակնկալ լինի սա, որտեղ մենք երեկոյի ընթացքում լսեցինք, զգացինք նրա հոգու կանչը, նրա էությունը, նրա այն ամբողջ կյանքում իր նվիրվածությունը հայ խոսքին, գեղեցիկ բառին և իր հայրենակից և իր մեր ջավախքը հավերժացնող ամբողջ աշխարհում Վահան Տերյանին նվիրված այս փառատոնում հաղթելու համար առաջի տեղ գրավում է, իսկապես գրավում է Ալետա Ղազարյան։ Նմանատիպ միջոցառումներն առիթ են ավելի մոտիկից ծանոթանալու, ուսուցանելու ու զգալու գիտության ու գրականության նրբությունները, զուգահեռաբար բացահայտելու թույլ կողմերն ու շտկել թերությունները, իսկ Տերյանի պոեզիան այն կախարդական աշխարհն է, որը մեծ դաս է բոլորիս համար։ Ես չեմ ամաչում իմ սիրո համար, գուցե կարոտից ես ուզում եմ քեզ տեսնել բաց աչքով, գուցե ճանկրտող ճյուղերից ես չար, գուցե այս սրտից, որ ճկում է ինձ և ստիպում է կուչ գալ խղճորեն, կուչ գալ եմ ուզում քո թևերի տակ, նա է ավարտում, թե ես նրա տեղը, ինքս էլ չգիտեմ, իմ այս հարցերին դու մի պատասխանիր, բայց պատասխանիր լոկի մեկ հարցին, գարունը անցա, ես քեզ չտեսա, ամառը անցավ, ես քեզ չտեսա, աշունը անցավ, չտեսա ես քեզ, ձմեռն էլ կանցնի, չեմ տեսնի ես քեզ, իսկ ուր է տարվա մեր եղանակ, այն հինգերորդը, մի թե չի գալու,